Գիտեք ինչքան կարևոր է, որ հավատացյալը ունենա շնորհակալ սիրտ, որտեղ այդպես գրված է. շնորհակալություն մատուցանողը զիսկը փառավորե եւ իր ճամփուն զգուշացնողին պիտի ցուցնեմ Աստծո փրկությունը։ Եթե շնորհակալ սիրտ չունենաս, ո՞նց պիտի փառավորես Աստծուն։ 103 Սաղմոսում գրվածը անձնական է դա, խմբագային չի։ Ամեն մեկը մի անձի պետք է ասի, ով իմ անձս, օշտն է Տերը, այն ամենը, որ իմ ներսեդիս է, անոր սուրբ անունը շարունակում է, ով իմ անձս, օշտն է Տերը, եւ նրա բոլոր բարյարությունները մի մոռնար, որ քավում է մեր մեղքերը, բուժում է մեր հիվանդությունները, մեզ փրկում է ապականությունից, մեզ պսակում է ողորմությամբ, գտությամբ։ Ին հավատացյալը կամ պետք է հոգացող սիրտ ունենա կամ տրտնջացող։ Որն է լավը։ Գոհացող սիրտ ունեցեք։ 10 բորոտները ինչ եղավ, մաքրվեցին, մեկ եկավ շնորհակալություն հայտնեց։ Տեր Հիսուս ուրիշ բան չպահանջեց, ասեց ուր են, բա ինն էլ մաքրվեցին, որ անբուժելի հիվանդություն էր։ Բայց մեկ եկավ փարթվեց Աստծո։ Հələ գնացեք կարդացեք դերատես կինել։ Բժիշկով ուզում էր գախնի, թակում փախներ։ Չէր ուզում մնալ դավաներ։ Տերը ասա ինչ որ է կատարվա քեզ հետ։ Նորս ես պատմել, թե ոնց ես մաքրվեցես դեր բանի արյունահոսությունից։ Եղբայրներ քուրեր, Աստված թողնի որ իրոք որ մենք ունենանք շնորհակալ սիրտ, ասում միշտ փարտանք։